Օրերին ասում ես դու փնեց անեք գովաց չլնի։ Սա շատ բիսպալիվնը մատը դրելա վրա։ Դե ինչու դա, չգիտեմ, ուղղակի առել է, ինքը ուզում է նայի։ Հետաքրքիր էր ուղղակի, այստեղ գրածա որ տոնածառը խաղալիք է մեզ սպասվում։ Իհարկե բոլորը հասկանում են որ ֆիրման է, բայց ինչ է։ Ինձ հետաքրքիր ինչամ չէ, դա տակը գրածա ինչ է իր մեջ, բայց եկեք իրար հետ նայենք։ Դա Այս նախաճաշա փոքր։ Այ դավեն օրը ուզում էր հենց դրանից։ Նեսկվիկ էր տեսել, ասում եմ մամա կաթով ուզում եմ։ Դե լավ ցույց տուր նորմալ մեզնից գովաց թաքցնող դուշի գա։ Երևում է էլի։ Так, այստեղ աղի ծողիկներ, այս կողմ են կողմ։ Ինչպես տեսնում եք, դեռ մութ է, իրականում շատ վաղ առավոտ է, ես արթնացել եմ, դասի եմ, սուրճ եմ դրել ինձ համար, Արտաշեսի համար նախաճաշ է գալի վերադրված, էլի հատամս ցավում է ճիշտը որ ասեմ, վաբշե հատամը տենց հատկություն ունի, եթե ինքը սկսում է անհանգստացնել, այսինքն եթե այնտեղ կա արդեն խնդիր, ինքը մինչև լուծում չի գտնում, չի հանգստանում, պարբերաբար, հետո սենց կարող է միջակայքերով դադար լինի, հետո այդ միջակայքերը քչանան դառնան մշտական ցավեր, այնքան մինչև դու գնաս ու այդ հարցը լուծես։ Եթե նկատել եք, ամեն տարվա վերջին ինձ մի ատամ իմ կյանքը սկսում է ուտել։ Ինչ որ բան ինձ հուշում է, որ այս տարի այդ ատամն է, որ պիտի սարքվի։ Не знаю. Երևի ես որ փակ գնամ սարքեմ, չգիտեմ։ Ինչը ոսկորին չի հասնում, բայց ինչ մարդ եմ։ Դավես ասած ատամնաբուժի չգնամ մամա։ Մի խոսքով գանձերս, ես ասուճս խմեմ, Արտաշեսի արթնացնեմ, իրան պատրաստեմ ու անցնեմ իմ պատրաստությանը, որպեսզի շուշանամ։ Ուղղակի ես ատամի ցավով հեչ հավես չի գնալ համալսարան, նորավեն ֆորտե կխմեմ և հետս էլ կտանեմ, մի օրա գնամ մինչև սարքեմ ես ատամը, տեսնեմ։ Արդեն պատրաստ եմ,
Այսօր որոշեցի ստրելկաներ անել ու հակա իմ սառոճկան, քանի որ այսօր Հուսենից պրեզենտացիան է, ասեցի մի քիչ հավուր պատշաճի ներկայանամ էլ, իմ սլայդ շոուն հավուր պատշաճի ներկայացնեմ, տոնետար, սիրուն և մնում է ամենաբարդը արտնացներ ամուսնուս, որպիսի գնամ իդեպ այսօր ոսկեգույն եմ աքսեսուարներս ընտրել ու նաև այս աքսեսուարը էլի ոսկեգույն է, սիառի շալվարս եմ հագնելու ու հագնելու եմ կրեմովի սապոգներս, կրեմովի կուրտկաս և շագանակագույն մեծ պայուսակս։ Ինչ մռայլ եղանակա երեխեք, որ ապրելու ցանկությունը չի գալի, ծաղ ջրափոսեր են, ավելի լավ այստեղ սպասեմ, թե չէ ջրվելու եմ, մինչև տաքսիս կգա։ Լավագոնը այսօր մռայլ է եղանակը ցույց տվել, բայց անձրև ցույց չի տվել, տեսնենք, ամեն դեպքում գլխարկ եմ վերցրել, որովհետև կարող է իրիկունը հետ գալուց արդեն շատ ավելի ցուրտ լինի, կարող է նաև անձրևի, I don't know, всё, կհանդիպենք արդեն համալսարանի տարածքում։ Երեխեք ջան, ես արդեն հասա, մի զզվանք եղանակ է, մի ահավորություն, լսեք այն օրը առանց գլխարկ որ դուրս է եկել վայլդվերից բան, որ տուն հասա այնպիսի սպազմել գլուխս տվել, այդ սառոթից անոթները ձգվել էին ինչ են արել։ Հիմա արագ քայլում եմ, գլխարկ չեմ դնում, որ ուսանվածքը շփչանա, բայց դի արագ քայլեմ, որ այն օրվա օրը չընկնեմ։ Ինչ ցավ է։ Եկել եմ տուն մոտ կես ժամ, փորձել եմ ուշքի գալ այդ ամեն ինչից, մի կաշմար վիճակ էր։ Մռայլ է շատ։ Բայց դեկտեմբերին այն չենք ուզում։ Չի գալիս ոչ մի բան, ասում ենք այ մարդը անոմալ եղանակ է գալ, պրոստը ցավ ձյուն գա, ոչ թե անձրև։ Չեք կարծում, երեխեք ջան, ուրեմն իմ պրեզենտացիան հարամ եղավ, հոգեբանության լեզվով ասած ֆրուստրացիա եղավ, այսօր չիրականացավ այն, ոչինչ, կմնա մյուս շաբաթ, ամեն դեպքում կարևորը ես արդեն պատրաստ եմ, հիմա գնում ենք սուրճ խմելու, մի բան ուտելու, սոված ենք, ծարավ ենք, տխուր ենք, ցուրտ է մռայլ է։ Երեխեք ջան, մեր կակաոն վերցրեցինք, ինչ որ ուտելու բան հիմա չենք վերցնի Եվի, բայց տնից մի երկու քաղցրավենիք վերցրել եմ, տնդ յոլլակը գնանք Միլենից հետ։ Մինչև Սուքիասյանի դասից առաջ այն վերևում կարող է մի բան անենք։ Հա, դե շուտ ենք դուրս գալու, որ հանգիստ քայլենք։ Մազներս իրենց առանձին կյանքով են ապրում, բայց այս եղանակին, որ այսքան էլ կան, էլի գոհ ենք։ Երեխեք ջան, մեր դասերը բրծան։ Հա, մեր դասը բրծավ, գնում ենք շրջանայինի մեր մյուս դասին, արանք տեղ միտեղ մտնենք մի բան ուտենք, սոված ծարավենք։ Եղանակը հետ չի տրամադրում, բայց մենք պայքարում ենք եւ խելացի ուսանողներին հարիր կերպով ոչ մի դաս բաց չենք թողնում։ Երեխեք ջան, ես արդեն տանն եմ, պեչենի տամ մի հատ։ Մամ ես պեչենի, Վայ, փշրվել է սա, սումկայից մեջ դրել էի համատան, տարել ես որ ենտեղ չեմ կերտում, վերջապես տանն եմ, տեսքիցս ես ումա հասկանում եք ինչ հոգնած եմ, ես կասեի գեր հոգնած, սուրճս դրել եմ, մի հատ փետքի կամ, դավես դու ես թապել սավ սուրճս, բայելով, Սեղանը շարժեց, սա թապել, հա։ Գիտես ինչ ա դրից։ Կդի սուրճս խմեմ նոր անենք դասել։ Հալա, ուրեմն այդ Մարինի լեզվի հարցարանից պետք է ուրեմն ես շատ եմ բացակայել։ Երեխեք ջան, ես դրսում եմ ինչպես տեսնում եք վաղ առավոտ է, անմարդկային մառախուղ, ես չգիտեմ դուք տեսնում եք թե չէ, կադրը հրը մեղմում է այդ։ Ինձ տնից զոռով եմ հանել, բայց այսօր անելիքներ ունեմ, հավանական է, որ իմ անելիքներից հետո էլ գնամ ատամնաբուժարան, ատամներից մեկը հիշում եք, որ ցավում է պարբերաբար, նորից ցավում է, հետևաբար արդեն եմ, որ տրիվոժնի զվանոչկա, որ պետք է իրանով զբաղվել, խորենը, մինչև ես դրսում եմ, հա, կապ կհաստատի ատամնաբուժի հետ տեսնի հնավո, այնց միտեղ խծկեն էլի, որտև երկու օրա տենց հաչ ցավերի մեջ եմ էլի, ես աչքիս տակը բան ցավում է, չբարդանա էլի, մատ այներ մորացա դնեմ, հենց նոր հասկացա, շատ անդուր է էս բանը, մառախուղը, մի քանի մետր ենքով բան չի երևում,
Կադրում հələ դուք ավելի լավ եք տեսնում ամեն ինչ, իրականում вообще։ Գլխարկը ստրեցի, առանց գլխարկի դուրս եկեն մազերս կապած, բայց զգացի, որ էլի վերանս տուրա, sorry, սրս կացա։ Զգացի, որ էլի այն անգամապես ընկնելու եմ այդ օրը, որ բան անեմ, սպազմ տա անոթներս, դրա համար մազերս քանդեցի, դեցի գեղեցկության հետևից մինգի։ Կոմիտասում եմ, մեր հին ու բարի կոմիտասում դերվս հանեցին, դեռ մշակեցին, բթեցին, այն ինչ որ անում են արեցին։ Հաջորդ գալես կլինի արդեն այսօր ատամնաբուժից կնոջ մոտ էի, այդպիսի պրոցեսներ ինքն անում, ասենք շապիկ, մապիկ, հանել, պլոմբելու էլի ամեն ինչ անում է նաև Կարոն։ Հիմա իր մոտ գալու եմ, արդեն ինքը կորոշի, եթե պլոմբել հնարավոր է պլոմբ, եթե չէ շապիկ։ Համել վիզուալ սիրուն կլինի այս ատամը, սա որը վիզուալ տպավորություն է, որ ասել եմ ձեզ այդ մասին, կեղտոտ վիճակում է, որովհետև վրայի էմալը թափված է ու ինքը սենց անգամ արմատի մասից փոսնգած է, հա, փոկված է, սենց ասեմ։ Մի խոսքով վիզուալ ինքն է գեղա, պետք է այդ հարցն էլ լուծվի, շատ ուրախ եմ։ Իհարկե հայավարի մինչև վարի չեմ գնում, չեմ գալիս, բայց դե լավ է ուշ կան երբեք։ Որոշեցի, քան որ հարազատ կոմիտասում եմ, ոտքով քայլեմ դեպի մետրո եւ այնպես մետրոյով գնամ տուն էլի։ Խորիկ ասում է տաքսին ստի, քսառեզվա։ Ասում եմ խոր ջան, չեմ սարի։ Հանգիստ եղի։ Խորիկը խառնվել էր իրար, վայ, այն անգամապես այն հայմորյան խորոչից է, չէ, որ ոգվել բան են իմաստության ատամի տակիկիստայից, աչքը վախեցել է, ատամնաբուժանում ասում են նկատել ենք ինչքան ուշադիր է ձեր հանդեպ, սենց զանգել էր խառնված, որ ստեղնաց, երեկվա ստեղս էր ցավը տարի, խորիկը վախեցել էր, էլի, մի խոսքով, անգին գանձը, իմ հոգատարը, իմ սիրելին, նայեք ինձ սիրուն տոնածառը, Вообще քաղաքը բոլոր խանութները ամեն ինչ զարդարում են, ամեն մեկը յուրովի գեղեցիկ, շատ հավեսած ոսնել ես միջավայրում։ Բայց վերիսից դուրս եկամ, վերանս դեռ ծուռ է, բայց մի քիչ ավելի թողել է թմրացությունը, պարկեր էի պատվիրել, ամանորյա քաղցրավենիքների համար, խորենի համար առանձին եմ պատվիրել, ձմեռ պապիկի կողմից առանձին, սա ձմեռ պապիկի կողմից նա ճուտոներինը, խորենինը դեռ չի հասել։ Հիմա գնամ մի հատ հացի փուռ, տաք մատնաքաշ վերցնեմ, Արտաշեսս շատ է սիրում, տաք հաց։ Ոչ թե լավաշ, այլ հենց հաց, մատնաքաշ։ Վերցնեմ, ինչ-որ մի թխվածքա նման բան էլ կվերցնեմ, էլի թարմ թխած, ու կգնամ տուն, մառախուղը ցրվեց, մի քիչ թեպետ թույլ տվեք ասել, որ բարձր տեղերում ավելի շատ է, քան մեր մոտ։ Երբեմն հակառակն է լինում, որ փոսնգած տեղը տեղ ավելի երկար է մառախուղը մնում, երբեմն մենակ որ կոմիտասում էինք ապրում, եթե կհիշեք, մի տարի եղավ շաբաթներով ուժեղ մառախուղի ամպի մեջ էինք։ Այստեղ նիրիգուլիրում է, այսինքն սվետաֆոր չկա, դու որ ասում ես, քեզ պիտի չէ։ Փողոց էի անցնում, խարոշներից մեկը գազ տված գալիս է, վրաս ու ձեռով տատալի անցի։ Ասենք Какие гарантии, որ դու կհասցնես տուրմուստաս մինչև ինձ հասնելը, ռիսկի դիմեմ անցնեմ ընկնեմ տակը։ Տոնածառի խաղալիքները արդեն դրել են, բայց լույսերը դեռ չեմ վառել, ենթադրում եմ ամսի 14-ին, երբ որ պաշտոնապես հրապարակի լույսերը կվառվի, արդեն այստեղ էլ կվառել։ Համալսարանը զարդարել էին ամեն հարկում փոքրիկ տոնածառներ, երեկվանից այդ որ նոր գնացինք, տեսա որ անում են այդ գործերը, հետո որ դասավարտում էինք, տեսա որ ներկում են ապակիների վրա ինչ-որ ամանորյա թեմատիկայով բաներ, ամուսնյակը զանգեց։ Մտա փուռ, վերցրեցի Արտաշեսի սիրած գաթան, խաչապուրի, սինաբոններ և այս թված շունիկ է, բայց ջրափոս է, ստև շուն թված և մեր հացը վերցրեցի, երեխեքին հյութ նաև Սիրում եմ, որ տուն եմ մտնում, ինչ-որ համով բաներ եմ իրանց համար տալում, որովհետև դες գալիս են գրկախառնվում են ու միշտ հակամայից նայում են տոպրակիտ, տեսնեն իրենց համար ինչ-որ բան ենտեղ կա, թե չկա։ Բա, այդպիսին են մեր ճուտիկն են, բայց կարևոր միշտ առաջին տեքստը, որ ասում են մամ քեզ շատ ենք կարոտել։
որտեվ ես միշտ չեմ սիրել այդ երևույթը, որ ինչ որ մեկը տուն է գալիս ու երեխան առաջինը նայում է տեսնի ինչա վերել, այսինքն տատիկ պապիկը կգա մաման պապան առաջին հերթին իրենք ուրախանում են այդ մարդու գալով ու ներկայությամբ, որ հետո մանկական այդ ցանկությունը թե իրենց արդյոք որևէ բան կա տոպրակում կամ պայուսակում թե ոչ։ Ես հասա։ Ես արդեն տանն եմ, այստեղ ամուսնյակը Սուսիկի վարկած վինեգրետն է ուտում։ Ես էլ այսպես սեղան սարքեցի, որ սուրճ խմենք։ Այդպես որոշեցի, որ ավելի լավ կլինի ամբողջ տեսականուց դնեմ սեղանին։ Այո, սիրելիս։ Այդպես։ Քեզ չխանգարեմ դու Անուշարա։ Խաչապուրի, հա։ Հա, այն խաչապուրի, այն սինաբոն, այն էլ բաց լայոնի տեստայով գաթա։ Գաթա, նատ կարելի է խաչապուրի փորձել։ Հետարքիր բան եմ նկատել, այս տոպիկով ես մարզասրահել եմ գնացել։ Ամառները տանը հագել եմ, բայց որ ձմեռ է լինում ու սենց տոպ ես հագնում, ինքը ամբողջությամբ թափանցիկ չի, այստեղից գալիս է գտնում։ Բնականաբար։ Հետարքիր է, որ ձմեռն եմ հագնում, ոնց որ թվաս տկլոր եմ։ Տենց զգացողություն կա մոտս։ Ոնց որ թվա ինչ որ, բայց իրական մի քսորական մարզվելու տոպ է։ Չգիտեմ ինչքան մեր այս ինֆորմացիան ձեր համար կարևոր, սենց եմ խոսում, խոր։ Նենց ահա որ անդեից ուզում եմ դուրս, նայեք լբերանս, անդեից ուզում եմ դուրս կամ, ու զեցի շրթունքներս թարմասնեմ այդ բալզամ կսեմ մի հատ, էլ այդ ծրտին նենց շրթունքներս թարմասնեմի վրա ես խնդրում։ Պատկերացեցի ինչ է եղել, բանկեր։ Ուրեմն սես կսում եմ, չեմ զգում, սես դուրս է եկել խորս տեղ եկա։ Հենց հետո պատկերացրի։ Հետո հայլում ես դուզեցի նոր դուրս եկա, այդ կաշվար վիճակ, եկեք է սինաբոնից փորձենք։ Համոմեն, դակշքիշ ինքը ոդմատ ունի։ Այ, մի խոսքով երեխեք, հոգնած եմ, իրական։ Սենց մի տեսակ բան է, արագ-արագ գործողությունների շղթա էր իրար հետևից, կարծես հոգնեցրեց ինձ փոքր։ Որ դու կոֆետ տեղա, արի խոսամ, իրար խոմենք էլի։ Ու նստեմ, այսօր կարող է դուրս գանք տնից, կարողա չէ, հաստատ չի, ամեն դեպքում ես նստեմ Կարապետյանը մի հատ վերջնական տեսքի բերեմ։ Ես եմ պարկեմ անջան, որտեղ արդեն մրցանակային ֆոնդս սպառվելու վրա է։ Շահեց մեկ տոմս։ Հա։ Всё։ Այստեղ կարող եք տեսնել խորենին։ Մի խոսքով, երեխեք ջան, ես այստեղ պատրաստվել եմ, մեզ մոտ երեկո է, այսօր հրավիրված եմ, կարելի ասել ծնունդի, բայց ոչ թե մարդու, այլ ռեստորանի, հիշում եք վիետնամական ռեստորան ենք գնացել, Փոբո էր կոչվում, հիմա այդ Փոբո ենք այսօր գնալու, այնտեղ ընտրելու ենք, այսպես լավ ժամանակ ենք ունենալու, հետո դավին պիտի գնամ կուրտկա առնելու, դավս այնտեղ երեխաներ չեն լինելու։ Ես ուզում ժամանական տապ։ Ինքն էլ ուզում ժամանակ անցկացնի։ Բայց ես որտեղ կգնամ։ Ես քեզ ուրիշ տեղ կտանեմ ժամանակ անցկացնես, լավ։ Քեզ էլ հələ թռի։ Չէ, ատոց գնայ։ Մի խոսքով երեխեք ջան, պատրաստվել եմ, մազերս վենեցի, թեթև դիմահարդարում։ Հիմա խորենը իջել է պոչտա, մի հատ վճարի մեր բանը, ինտերնետը ու այնուհետև ես ընկեր ունեցա տաքսի գնում։ Իվիկուն ալի համար տանք կհակնվեմ, հատկապես որ Փոբոից հետո պիտի գնամ կուրտկան առնելու, հաստատ կմրսեմ, եթե թեթև հակնվեմ, իհարկե լավ կանեի տաբատիստակից ինչ-որ կալգոտ կայլ հակնեի, բայց արդեն ուշակալ արեմետ անեմ, գոնե թե գլխարկ, կուրտկա, հատկապես երբ որ նոր եմ լողացել, պիտի անպայման տակ հակնվեմ։ Դե դուք էլ կգաք, եթե դաժե չեք տեսել Փոբոն որտեղ է կամ չեք հիշում ինչ ենք ընդեղ արել, ձեր հիշողությունն էլ կթարմացնեմ, այնուամենայնիվ պետք է նշեմ, որ առաջ ինձ թվում է վիետնամական խոհանոցը չեմ սիրի, երբ որ առաջին անգամ պիտի գնայի, ավելի ուրիշ ձև էի պատկերացրել, որտեղ ворթեր են լինում, բան խառնել էի, էլի, սա երկրների կուլտուրան ու մշակույթը, սնունդի, բայց պարզվեց, որ ոչ, իրանց մոտ ամեն շատ համով է, շատ օրիգինալ, հատկապես մանգոյի ֆրեշն է տպավորվում, որպես գնանք այսօր փորձենք։ Ես տոմյամ եմ օրինակ ուզում։ Տոմյամ։ Սա մեջ ինչեր է, հələ պատմեք ինձ։ Թայլանդական ապուծովամը, ծովամը Իսկ էս ինչով է տարբերվում։ Էսի դու կերել ես, էսի։ Ես չեմ կերել այդ, ես տավարի մսով եմ կերել։ Շատ սիրունի կա, շատ։
Մեկը քաշ եկել էս ոչը։ Հիմա այս բրինձը պետքա վերցնենք եւ լցնենք ստեղ, հա։ Ճիշտ եմ հասկան։ Ոնց եմ գթալով։ Հա, էլի լցրում եմ ջանի։ Հələ լցրու տեսնենք էս ինչ է իրանից։ Դանքե։ Հացրածա, չէ։ Ռոմեներ գնում են, մա։ Հա, դու էլ ես, հա, գնում եմ։ Դե տեսած կլինեք, ում եմ նման, հələ նայեմ ով է։ Ինչ որ կալորիկությամբ նմանություն կա։ Երեխեք ջան, ես ֆոբոյից շուտ եմ դուրս եկել, շատ մութ է կադրի որակներ շատ վատ, բայց դե ձեր հետ խոսալով որ գնամ, գոնե չեմ ձանձրանա, Անդրև ա գցում, դրա համար եմ սենց փալանավորվել։ Այնտեղ տորտիկ կար, բան կար, բայց ես չմնացի, որովհետև որ գիտեմ անելիք ունեմ արդեն փշերի վրայի, ուզում եմ Դավիթ կուրտկան այսօր կարողանամ գտնել։ Հիմա մի հատ այդ հարցերով գնամ ու հետո արդեն կգնամ տուն, երևի մետրոյով, եթե գժական ժամ չունի, դեռ տրանսպորտը ավելի վատ վիճակում է, գոնե մետրոյում խցանումներ չկան։ Փողոցը այսպիսի տեսք ունի, անձրևախառը, բայց բարեբախտաբար այդքան ուժեղ չի գալիս անձրև, գոնե դա է այն ցույց տալիս։ Դեռ ամբողջությամբ զարդարված չի քաղաքը, որովհետև լույսերի պաշտոնական վարման արարողությունը ամսի 14-ին է, եթե ես ճիշտ եմ հիշում, բայց արդեն առանձին այդ բաները, ասենց ասեմ, խանութներ, մանութներ ձևավորում են, էլի։ Դրա համար օբշի շունչը մի քիչ արդեն կա։ Հասասախրովի հրապարակ, այստեղից շարունակեմ ճանապարհս ու արդեն կգնամ դեպի Ռասիա քայլելով։ Այնքան ույուտնի երեխեք, չնայած որ մենակ եմ, մի տեսակ այնքան սենց, չգիտեմ, հավես է։ Ես вообще այն մարդկանցից եմ, որ գիշերը դրսում լինելուց տագնապի զգացում ունենում, բայց այսօր դա չկա ինձ մոտ։ Կամ միգուցե կա շատ քիչ, չգիտեմ։ Չեմ պատմել, այսօր որ տաքսի նստեցի, որ գնամ ընկերուս վերցնեմ ու գնանք, կադրը ինչ ոտնա, ուշադրություն չտասնի։ Մեր այդ տաքսին, որ պիտի արդեն մեր բակից դուրս գար, սպասում էինք, որ մտնեինք ընդհանուր երթևեկության գոտի, ինչ որ մեկը սկսեց զայտնի տալ, այդ իմ վարորդը սիգնալ, դա չլսեց ու եկավ սենց խփեց մեր այդ մեքենային։ Դե վարորդը այդեղ պտտվեց մի քիչ մուննաթ եկավ իմ վրա, վсё, հասանք, քուրիկ ջան, ասես մի բան ասեց, բայց դե բան չասեցի, մա էմոցիաների տակ էր, ոչինչ, ուղղակի հասկացա իմ մեղքը որն է։ Ամեն դեպքում իջա նոր տաքսի կանչեցի, ոչ մի բան չեղավ, պրոստի մի քիչ բան էր։ Դա հաճ էր, սենց ասեմ։ Հիմա կոֆե հաուսից մտածում եմ մի հատ սուրճ վերցնեմ։ Տաք մի բան, նոր խմելով գնամ, հերթը ոնց որ շատ չի, հա։ Մի քիչ արդեն կա լույսեր, բայց դեռ բնականաբար հիմնական լուսավորությունը ու հիմնական ամանորյա շունչը չկա։ Կոֆե հաուսի մոտ կանգնեցի, որ տաք կակաո վերցնեմ, բայց զգացի, որ շատ եմ կանգնելու, եկեք սենց վերևով կադրը թեքեմ, որ ոչ մեկ կադրումս չհայտնվի։ Այս մասը տեսեք, եկամ այնքան սիրուն է, բայց կադրը չի փոխանցում ամբողջ հրաշքը։ Մի խոսքով, այս հատվածում դեռ աշխատանքներ են տանում։ Դրա համար մնացի առանց ըմպելիքի, բայց ոչինչ։ Բակի չուզեցի, որ զգում ես, որ սենց դանդաղ գործ են անում, հերթը թելը չգիտեմ երբ կհասնի, խառը կողքից ես գալիս են, դրա համար ասեցի ավելավա նյարդերս խնայեմ։ Ինչ ույուտնի երեխեք, հասել եմ համարյա Ռասիա, այստեղ խանութներ շատ ավելի լավ են ձևավորված,
Շատ ավելի տաքուկ։ Երեխեք ջամի 2 տեղ նայեցի, բան չգտա, հիմա բարձրանամ վերև, այստեղ էլ կա մի հարմար այդպիսի խանութ, տեսնեմ ինչ կարող եմ գտնել։ Լի բան չգտա, եւս մի հարկ բարձրանանք վերև, եթե չէ, տեսնեմ։ Վերջը գնեցի, տեսականի չկար, վերցել եմ ամենասովորական կուրտկան եւ ամենասովորական գլխարկը։ Սիերի գույնի կուրտկանա, սև ու սիերի տարբերանշանով էլ բանը գլխարկը։ Հերթերի մեջ ենքան անհանդուրժող են, նեստա հաճախ։ Երեխեք ջան, ես արդեն տանն եմ, դա ողոքեորված վայելում է։ Մի քիչ հետ կգնաց, որ երևա կյանք։ Մի քիչ ենքում գնա, մի քիչ հետ։ Այսպիսի։ Լավ է։ Անտի շատ սյուն, այսնին գլխարկից Արտաշեսը հավանեց, մի հատ էլ իրան պիտի վերցնեմ։ Մի արա տես կյանք։ Ես չգիտեմ, որ դա հայտնի ինչ-որ բան է, բալ։ Ստեղ են ասում home sweet home։ Այսօր նենց դրսում բան էի, ուզում էի շուտում վերադառնալ, այդպիսի մի ցանկություն էր մոտես։ Շատ ուրախացա, որ դավիսակով ճիշտ էի վերցրել։ Կոֆես է թափում, թե ինձ է թվում։ Հիմա սուրճ եմ դրել ինձ համար, սպիտակ շորերի գցեցի լվալու։ Վաղը Արտաշեսը դասարանով գնում է թանգարան։ Մի պահ ասեց չեմ ուզում գնամ, կձանձրանամ։ Sorry։ Մի պահ ասեց կձանձրանամ, չեմ ուզում գնամ եւ այլն։ Հետո որ եկա տուն նոր, ասում եմ չէ, всё-таки գնամ, ընկերներիս հետ կշփվեմ եւ այլն, ասեցի օքեյ, տեսնենք, կկազմակերպենք, կտանենք Մարտիրոս Սարյանի թանգարան ենք գնալու։ Ամեն հետո մի քիչ երախս հետ կզբոսնեմ, մամա որդի ժամանակ անցկացնենք իրար հետ։ Իրականում մենք տնօրիններ ունեմ անելու, չեք պատկերացնի։ Եվ գրելու, եւ այդ ստուգարքների հետ կապված շատ բան ունեմ անելու։ Բայց շուտը այսօր շատ սիրուն է տղեկ դուրս ցույց տամ։ Այս Kinder-ի նոր կոլեկցիայի մեջի ծաղկագլուխն է սարքի, ովքեր տեղյակ են կփաստեն, թե ինչքան նման է։ Ահ իմ տաղանդավորը։ Ահ Молодец. Сыночка, картиночка. Ой, օգնել Ես սկսի ամանորյային թողու բողը դրսու այդ պիրիոդում, տնից դուրս գալ չեմ սիրում, աբսոլյուտնը, որովհետև մարդիկ ոնց որ խելագարված լինեն, ասես գժվեն, իրար կորցնեն, այսօր հերթի մեջ կանգնած եմ այդ դավիճ բանը, որ պիտի վերցնեմ։ Նախ մի կին կար, որ ասես պարբերաբար ուզում էր կար, կողքովս անցներ, հերթը խախտեր, բայց գաց որ չի կարում, ինձնից հետո կանգնեց։ Հետո իրանից հետո մի հատ ուրիշ մայր ու աղջիկ եկան, երիտասարդ մայր եւ երեխա աղջիկ։ Ու այդ աղջիկ երեխան եկավ, սենց այնպես կանգնեց, դաժե ինձնից էլ առաջ։ Բայց ես իմ հերթին գնացի, մոտեցա, ու ինձնից հետո իրականում, իրոք այդ հերթը խախտել փորձող տատիկներ, հա, այսպես ասեմ։ Բայց այդ երիտասարդ մաման ու իր աղջիկը ուզեցան ինձնից հետո մտնել։ Հիմա այդ կինը միանգամից վրթովեց, բայց հոգու խորքում ինքն էլ ուզում էր իմ հերթը խախտել սկզբում։ Վրթովեց, որ մեր հերթն է բան, այդ աղջիկը սենց թարս հայաց գցեց բան, տիպը մեր հերթն է, երեխան ստեղ սպասում էր, ու այն որ այդ կինը սենց ասեք, մենք չենք ձեզնից, ասացի եթե անկես կինեմ, ինձնից առաջ այս տատիկն էր ու իրա տենց երիտասարդ թորնուհին, բայց դե կինը ինձ էլ թարս նայեց, երբ մտածեց, որ զանգավորի մեջ եմ այդ կնոջ հետ ու ես էլ եմ սուտ ասում, ես ասեցի ինչ որ տեսել եմ ամեն դեպքում։ Մի խոսքով, այդ մարդկանց, այդ անհանդուրժող, իրար, չգիտեմ, ատելությամբ լցված, այդ հերթերը խախտելու մոլուցքով տարված, այդ առևտրի համար փորթափող պահվածքի պատճառով տոն օրերին չեմ սիրում դուրս գալ առևտրի։ Բայց ենքան այսօր հավեսից տվել էր ինձ շոպինգ անեմ, նենց մի երկու սիրում բան տեսա, բայց չէի նախատեսել, բյուջետային առումով, կարող էի, բայց չարեցի, ասեցի մի քիչ ֆինանսովые грамотности պահեմ, որտև շատ անհրաժեշտ ոչինչ չունեմ գնելու, ավելի շատ հոգու համար, ճիշտ է, մեր երկու տեղ հրավիրված եմ, որտեղ կարելի է նոր շորի գնել կամ բան, բայց խնայող ռեժիմի վրա եմ։ Եկեք, եկեք այստեղ ավարտեմ վլոգը, որ հասցնեմ ձեզ համար մոնտաժեմ։ Իսկ մենք արդեն կհանդիպենք մեր հաջորդ վլոգում։ Всё,
բարին ու խաղաղությունը թող ձեզ ուղեկից լինեն։ Իսկ մենք կհանդիպենք արդեն հաջորդ վլոգի շրջանակներում։ Սիրում եմ ձեզ։